Բարեկամներ, մենք կրկին օրագիր նյուսի տաղավարում ենք եւ շարունակում ենք Արցախական խորագրի ներքո զրուցել Արցախի հայտնի մտավորականների հետ։ Այսօր մեր հյուրը Միքայել Հաջյանն է, մարդ, որ անցել է կյանքի երկար ու իմաստալից ճանապարհ, վարել է մի շարք պաշտոններ, հասարակ թղթակցից հասնելով մինչև ռադիոկայանի տնօրենի, Ազատ Արցախ հանրապետական թերթի գլխավոր խմբագրի եւ ազգային ժողովի լրատվական ծառայության ղեկավարի պաշտոններին։ Միքայել Հաջյանը նաեւ հերոսների հայր է, նրա երկու որդիները, Նորայրը եւ Երվանդը զոհվել են ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներում, ընդ որում երկուսն էլ ռազմաճակատ են մեկնել որպես կամավորական։ Մեր խոնարհումը ձեզ, պարոն Հաջյան։ Շնորհակալություն ձեզ, որ ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինչպիսին գտաք նոր իրականությունը, Հայաստանը, հարմարվել եք, ինչով եք հիմա զբաղվում։ Նախ ասեմ, որ Հայաստանը ես նոր չեմ հայտնաբերել ինձ համար, նախ Հայաստան ինձ համար երազանքների երկիրս է եղել։ Եվ ապա 88 թվականին, երբ մեր ընտանիքը բռնագաղթեց Բաքվից, մենք տեղավորվել էինք Երևանում, ապրում էինք այստեղ, տարիներ շարունակ, մինչև 95 թվականը ես աշխատել եմ Երևանում, այսինքն Երևանը ինձ համար նոր չէ, եւ մեծ թվով ընկերական շրջապատ ունեմ, բավական լայն շրջապատ։ 95-ին տեղափոխվեցի Ստեփանակերտ կառավարության պաշտոնական հրավերով լրատվական դաշտը կազմակերպելու նպատակով։ Եվ վերադառնալով, ավելի ճիշտ, Արցախից բռնի տեղահանելով, տեղափոխվելով վերստին Հայաստան, ինձ համար ամեն ինչ հարազատ էր, բնականաբար առաջին իսկ հանդիպումները արդեն Հայաստանի հողում Կորնիձորն էր, որտեղ տեղի բնակիչները, թե այլ վայրերից եկած երիտասարդները սիրով, ժպիտով, բարեհամբույր դիմավորում էին մեզ եւ սոված ծարավ մարդկանց մի կտոր հաց էին տալիս եւ անմիջականորեն զգում ես մայր հայրենիքի քաղցրությունը, մայր հայրենիքի ջերմությունը, ահա այս տպավորությունն էր իմ մեջ, որ ես երբեք չեմ մոռանա մինչև իմ վերջին շունչ։ Ինչ վերաբերում է զբաղմունքիս, ապա այսպես ասած զբաղվում եմ դիվանագիտությամբ, այսինքն բազմոցի վրա է օրվա մեծ մասը անցնում, միաժամանակ թարգմանություններ եմ կատարում, հոդվածների թարգմանություններ ռուսերենից հայերեն, Արվակ լրատվական կենտրոնի համար, այնպես որ զբաղմունք ունեմ, բնականաբար դա չէ միայն իմ զբաղմունքը, գրում եմ ինձ համար, առաջ չեմ հրապարակում, թարգմանություններ եմ կատարում պոեզիայից, արձակից, ռուս գրականությունից իհարկե, ռուսերենից, որտեղ այլ օտար լեզուների ես լավ չեմ տիրապետում։ Ահա այսքանը ես կարող եմ որպես հարցի պատասխան նշել։ Ինչ կասեք այսօրվա լրագրության մասին, կոռեկտությունը, բարեխեղճությունը պատշաճ մակարդակի վրա են, ինչ խորհուրդ կտայիք ձեր երիտասարդ գործընկերներին։ Անկեղծ ասած, ես մի հարցում նախանձում եմ իմ երիտասարդ գործընկերներին, լրագրողներին, դա նրանց ակտիվությունն է, աշխուժությունն է, որը ես այնքան էլ չեմ պահպանել, չունեմ, դա տարիքի խնդիր է։ Իսկ ինչ վերաբերում է ներկայիս մերօրյա լրագրությանը, ապա այն ըստ իս բավականին զիջում է անցյալ ժամանակների, մեր ժամանակների լրագրությանը։ Հայաստանում լրագրությունը բավական բարձր մակարդակի էր եւ ես կարող եմ մի ամբողջ շարան թվարկել մեր հայտնի լրագրողների Արմեն Հովհաննիսյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վրեժ Իսրայելյան եւ շատերի անունները եւ որոնց հոդվածները
սովորեցնում էին դրանցից մենք քաղում էինք այն ձևը միջոցը ոճը որը մենք պետք է օգտագործենք այն ժամանակ երիտասարդ էինք մենք իհարկե իսկ ներկայիս լրագրության մեջ գիտեք ինձ դուրս չգալիս ոճը որը ախտոտված է միշտ չէ որ հայերեն է ես կցանկանայի որպեսզի մեր լրագրողները ուշադրություն դարձնեն նախ հայերենի իրենց իմացությանը եւ տեղադրմանը իրենց հոդվածներում եւ երկրորդ որպեսզի մաքրեն ախտից հայոյանքներ այնպիսի արտահայտություններ որոնք ականջահաճոտ չեն ընթերցողի համար դրանով նրանք ոչինչ չեն ավելացնում եթե ասենք ումնից հարցազրույց են վերցում նա ինչ որ բանավոր խոսք է ասենք թե բառը սխալ է արտահայտել նույն ձևի իրենք տալիս են իսկ մենք օրինակ անմիջականորեն ուղղում ենք որպեսզի ներկայացնենք եւ մեր հյուրին ինչպիսին որ ցանկալի է մենք տեսնենք եւ այնպիսին որպեսին կցանկանային տեսնել ընթերցողները կամ թե հեռուստադիտողները կամ ռադիո ունկնդիրները ես կցանկանայի որպեսզի փոքր-ինչ աշխատեն իրենց վրա բայց կրկնում եմ ես նախանձում եմ նրանց աշխուժությանը ակտիվությանը Պարոն Հաջյան մի այսպիսի ցավոտ հարցի մասի եմ ուզում խոսել եւ կարծում եմ որ վաղուց արդեն նաեւ ուրիշները պետք է այդ մասին սկսեին բարձրաձայնել խոսքը նրա մասին է եւ դա իրականություն է որ ներկայումս մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև թեկուս հատվածաբար կա անհանդուրժողականության մթնոլորտ է ձևավորում խիստ անպատվաբեր եւ վնասակար եւ շատ վնասակար ես կասեի արդյոք չեք կարծում որ ժամանակն է արդեն որ հայ իրականության մեջ հարգանք եւ այսպես հարգանք վայելող պատիվ ունեցող մարդիկ պայմանական եմ ասում օրինակի համար ասենք Արտուր Ալեքսանյանից մինչև ասենք Քիմ Քարդաշյան կրկնում եմ պայմանական եմ ասում եւ Տիգրան Մանսուրյան միջամտեն որովհետեւ կարծես պատմությունը կրկնվում է հիշում եք 100 տարի առաջ գրված խմբապետ Շավարժ պոեմում Չարենցը այդ մասին կարծես բարձրաձայնել է երբ Շավարժը դժգոհում էր որ ինչու այսպես վատ ընդունեցին ես չեմ ասում վատ ընդունեցին բայց ակնհայտ է փաստը որ ուղիղն ասենք կարծես անհանդուրժողականության տհաճ մթնոլորտը արդեն իսկ ձևավորվել է գիտեք ըստ իմ դիտարկմամբ դա նոր երևույթ չէ մեր հայ իրականության մեջ եւ առաջին հերթին պայմանավորված է իր աշխարհագրական լանդշաֆտով դիրքով Հայաստանը լեռների ու ձորերի աշխարհ է ամեն մի լեռան լանջին ձորով բաժանված մի գյուղ կար եւ այդ գյուղը մյուս դիմացի գյուղի բնակիչներին այնպես չէր ընդունում ինչպես որ հարկը նույնը եւ ձեր հայրենի Սյունիքում ասենք շինոհարցին խոտեցուն ինչպես է ընդունում կամ բարձրավանցի մյուսներին ինչպես է ընդունում դա առօրեական խնդիր է մեր մոտ էլ օրինակ ես ծնվել եմ Ադրբեջանի Աղսուի շրջանի լեռնային գյուղերից մեկում Գյուրջևանում մեծ գյուղեր դիմացին հնղար գյուղներ մերոք այնքան էլ չէին սիրում արամարում էին նրանք էլ մեզ բայց իհարկե իրար հետ խնամեություն էին անում իրար տուն գնում գալիս էին բայց ասում են դե հնղարեցիա կամ թե Գյուրջևանեցիա բայց դրանով չպայմանավորված ներկայիս անհանդուրժողականությունը փաստորեն մենք կորցրել ենք մի հսկայական արժեք որ ձեռք էինք բերել 88 թվականին շարժման սկզբից եւ այդ առաջին պատերազմի ընթացքում նաեւ ամբողջությամբ դա մեր ազգային համերաշխությունն է ավելի ճիշտ համազգային համերաշխությունն է Հայաստան Արցախ Սփյուռք երամիասնության պայմանավորված եւ մենք դա կորցրել ենք եւ ներկայումս այն մթնոլորտը որ տիրում է ոչ այնքան հասարակ քաղաքացիների, շարքային քաղաքացիների մեղքով է դա իրականանում, թեկուզ այդ քաղաքացիներից ոմանք կարող են կողմ կամ դեմ արտահայտվել, բանն այդ չէ, դա գալիս է իշխանության վերին հարկերից, այդպես ասեմ, որովհետև
այն քաղաքականությունը, քարոզչական քաղաքականությունը, որ վարում են ներկայումս Հայաստանում, բնականաբար ազդում է մարդկանց տրամադրվածության վրա իրար նկատմամբ ձորերի, քաղաքների, մարզերի առումով մանավանդ Հայաստան-Արցախ կտրվածքով, թեկուզ արցախցիք երբեք չեն տարբերակել, ասենք, Հայաստանը կամ Հայաստանի տարբեր մարզերը Արցախից բնակչությանը նկատի ունենալով, որ բոլորն էլ միասնաբար ուսուսի տված կրվել են Արցախում, ընդորում պաշտպանելով ոչ միայն Արցախը, այլև ինչու՞ չէ Գյումրին, ինչու՞ չէ Վանաձորը, ինչու՞ չէ Սյունիքը, Հայաստանի սահմանը փաստորեն եկեք հիշենք անցնում էր ոչ թե Գորիսով կամ Մեղրիով, նկատի ունեմ Սյունիքով, այլ անցնում էր ավելի քան տասնյակ կամ գուցե հարյուրավոր կիլոմետրերով արևելքով, որտեղ հայ տղաները, հայ զինվորները, հայ սպաները պաշտպանում են հայոց հայրենիքը, Հայաստան հայրենիքը։ Դա Արցախն է գումարած միացված մայր Հայաստանին։ Սա է խնդիրը, ես գտնում եմ մարդիկ ենքան մեղավոր չեն, որոշ մարդիկ գուցե տգիտորեն կամ թե ինչպես, բայց ամենայն դեպս չպետք է նրանց մեղադրել, չպետք է վիրավորվել նրանցից, պարզապես բացատրել, հասկացնելը պետք, իսկ բացատրել, հասկացնելը դա բավական տարողնակ աշխատանք է, եւ մենք պետք է մանավանդ մտավորականներս պետք է կատարենք։ Եվ այդ առումով ես համաձայն եմ ձեզ հետ, որ հայ մտավորականությունը, գրողներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, մեր երևելիները պետք է այս առումով հանդես գան։ Ի վերջո հարգանքի նրանց աուրան բավական մեծ է եւ մարդիկ գնահատում են նրանց արվեստը, գործունեությունը, մարդկային էությունը եւ անպայման կլսեն նրանց եւ համերաշխությունը կկայանա, իհարկե, եթե իշխանությունները բարեհաճեն դրան ընդառաջել։ Եվ գիտեք, ամեն դեպքում համաձայն եք, չէ, կարող ենք արձանագրել, որ կա որոշակի Արցախ ատիացություն։ Այ որտեղից է դա։ Գիտեք, Արցախ ատիացությունը ես միանշանակ ու միատար չեմ ընդունում։ Միանշանակ ես օրինակ ահա տարի ու կես ավելի քան տարի ու կես այստեղ եմ, անձամբ չեմ լսել իմ արցախցու նկատմամբ, ասենք, ատելության մի խոսք կամ թե ինչ, թեկուզ տարբեր մարդիկ մանավանդ սոցիալական ցանցերում ներկայացնում են ով ինչ ասաց, ինչպես ասաց եւ այլն, կան այդպիսի երևույթներ կան, բայց դրանք մեծամասնություն չեն։ Հայ ժողովրդի մեծամասնությունը արցախասեր է։ Իմ համոզմամբ, իմ խորին համոզմամբ հայ ժողովրդի մեծամասնությունը արցախասեր է։ Իսկ նրանք, ովքեր փաստորեն վատաբանում են Արցախը, ատելության խոսք են նշում, կամ ասում են գյուլել է պետ, կամ թե ինչ վերջերս կարդացի միտեղ մի կին էր ասում, ես խղճում եմ այդպիսի մարդկանց։ Նրանք չեն մտածում ոչ Հայաստանի մասին, ոչ Արցախի մասին, ոչ էլ իրենց զավակների ապագայի մասին։ Այո։ Իմ ծանոթներից մեկը վերջերս խոսում էինք, Արցախի բարբարով ասեց, կարծես Արազա Արցախի կորուստը նկատի ուներ։ Այ ինչ եք կարծում, ով հանձնեց Արցախը։ Բավական բազմաշերտ հարց է եւ տարողնակ պատասխան է պահանջում, ես կփորձեմ ավելի կարճ կապել։ Շատերը այն տպավորությանն են ելնելով պաշտոնական քարոզչությունից, որ Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները, մասնավորապես Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախը լուծարվեց, ես գտնում եմ, որ դա այդպես չէ, ես գտնում եմ այն համոզմանն եմ, որ եթե Սամվել Շահրամանյանի փոխարեն լիներ մեկ այլ անձնավորություն, կոնկրետ ասենք մենք երկուսով ենք այստեղ տաղավարում, դուք կամ ես, ապա պետք է որ այդ նույն քայլին դիմեինք, որովհետև Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահը հաստատապես գիտեր, վստահ էր, որ այն թուղթը, ես դա փաստաթուղթ չեմ համարում, թեկուզ պաշտոնական
ձևաթղթի մեջ էր, կնիքով, ստորագրությամբ, բայց դա փաստաթուղթ չէր, որտեղ չուներ իրավազորություն, որևէ իրավազորություն, ոչ սահմանադրական, ոչ օրենսդրական, նա փաստորեն փրկեց մի ամբողջ, այսինքն հայ ժողովրդի մի ամբողջ հատվածի 120,000 մարդու կյանք։ Երևի հիշում եք Մյունխհաուզենի արկածներթող պարոն Շահրամանյանների այս հայումացության համար այնտեղ կա այդպիսի մի դրվագ, որտեղ ճահիճի մեջ խեղդվող Մյունխհաուզենը փրկվում է իր մազերից ձգելով։ Մազերը բռնում ու վեր է ձգում եւ դուրս է գալիս ճահճից։ Այդ տպավորությունն է, փաստորեն այս մի խապուսիկ թղթով Սամվել Շահրամանյանը կարողացավ անխուսափելի մահից, խոշտանգումներից, տառապանքներից ազատել մի ամբողջ ժողովրդական հատվածի, հայ ժողովրդի մի հատվածի։ Եթե հիշում եք, դերևս 44-օրյա պատերազմից հետո լրահոսում նյութեր են տեղադրում առայն, որ Ադրբեջանը Աղդամի շրջակայքում համակենտրոնացման ճամփարներ է կառուցում, հիշում եք, որտեղ 30,000 հոգու պետք է մնան, 30,000 հոգու համար, այսինքն համակենտրոնացման ճամփարներ։ Այդ նույն վիճակի մեջ պիտի մտնեին մեր բոլոր զինվորականները եւ առասարակ բոլոր այն տղամարդիկ, ովքեր թե առաջին պատերազմի ժամանակ, թե հետագայում զենք վերցնելու ընդունակ էին կամ թե իրոք որ զենք էին վերցրել պաշտպանելու ժողովրդին, պաշտպանելու Արցախյան հայրենիքը։ Ես գտնում եմ, որ մենք մեր ժողովուրդը պետք է շնորհակալություն հայտնի Սամվել Շահրամանյանին, մենք անձնապես ծանոթ չէինք այնտեղ, մեր շփումները այստեղ են եղել, բայց ես որքան գիտեմ իրեն, որքան տեղյակ եմ իր կյանքի գործունեությանը, ինքը բավական մի ազնիվ ընտանիքից սերված երիտասարդ է, երիտասարդ ասում եմ, որտեղ տարիքով ես բավականի մեծ եմ, զավակների տարիքին է ինքը, եւ միանգամայն ճիշտ է վարվել, չպետք է անդադ վիրավորել, չպետք է անդադ քննադատել նրան, թե ահա նա հանձնեց Արցախը, ոչ, նա չի հանձնել Արցախը, նա Արցախը փաստորեն, Արցախի ժողովրդին փաստորեն փրկեց կոտորածից, ցեղասպանությունից, եւ առհասարակ մեր իրականության մեջ այդպիսի մի երևույթ կա, հայ ժողովուրդը, ներկայիս սերունդները նկատի ունեմ, խոսելով հայոց ցեղասպանության մասին Արեմտյան Հայաստանում եւ ցեղասպանությունից փրկյալների բռնագաղթը Արեմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան պատկերացնում են այդպես գրասների վրա, սայլերով, ավանակների վրա կամ ոտքով, ցնցոտների մեջ կորած, սովալուկ, հիվանդների մեջ տառապող եւ այլն, բայց այս անգամ ժամանակները փոխվել են, 100 տարի է անցել, արցախցիների եթե ոչ մեծամասնությունը, ապա մի զգալի մասը տեղափոխվել է ավտոմեքենաներով, ով մասնավոր ավտոմեքենա, սեփական ավտոյով է տեղափոխվել, որ աշխատավայրի ավտոն է վերցրել ու բերել, լինի բեռնատար, թե մարդատար ավտոմեքենա, անձամբ ես ավտոբուսով եմ եկել, թիվ 10 ավտոբուսներ, քաղաքային ավտոբուսը, որտեղ մարդիկ դրել են այն, ինչ որ կարողացել են հապշեպ վերցնել տնից ու դուրս գալ։ Գիշերվա ժամը 2-ին մենք դուրս ենք եկել Ստեփանակերտից, ժամը 5-ին թե 6-ին հասել ենք Գորիս ենք հասել։ 10 քանի ժամ ա տևել եւ չպետք է համեմատություն կատարել։ Ի վերջո ժամանակները փոխվել են, այո, ավտոներով են եկել։ Հետո ինչ։ Ժամանակներ գրասներով գային, ցնցոտների մեջ գային։ Այս կոստյումը ես գնել եմ Ստեփանակերտում, այս կոստյումը ես բերել եմ։ Հիմա մեկն ու մեկ ասա, հա, Արցախից բռնագաղթածը տես ինչ կոստյումի մեջ է։ Իմ տղան կամ իմ ամուսինը այդպիսի կոստյում չունի։ Սխալ է այդ մոտեցումը։ Եկեք ճիշտ հասկանանք իրողությունը եւ ճիշտ եզրահանգման գանք։ Ժամանակները փոխվում են,
բայց պատմությունը նորից կրկնվում է, ձևերը փոխվում են, բայց բովանդակությունը նույնն է։ Ինչ եք կարծում, Արցախ վերադառնալու հեռանկար կա։ Ժամանակները փոխում են, կարծես թե նմանություն կա իրադարձությունների միջև, բայց դա հայ ժողովրդի ճակատագիր չէ։ Թեկուզ հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում ողբերգություններ շատ է ապրել, բայց եւ հերոսական դրվագներ այդ պատմության մեջ շատ ու շատ են, շատ ավելին են, քան թե ողբերգականը։ Մի բան ասենք պարզ է մեզ համար, մեր անմիաբանությունը կամ միաբանվածությունը, դրանցից մեկն է որոշել, թե ինչպիսին կլինի այդ ժամանակի մեր ճակատագիրը, ինչ վերաբերում է Արցախի վերադարձին, անձամբ ես հավատում եմ ու ոչ թե հույսով եմ, այլ հավատում եմ այդ հեռանկարին, դա կարող է մոտ չլինի, ես հուսով եմ, որ ինքս իմ աչքով տեսնելու եմ այդ վերադարձ, այսինքն վերադառնալու եմ իմ օջախը եւ խոնարհվելու եմ իմ զավակների շիրիմներին, որոնց ես թողել եմ այնտեղ անտեր, չգիտեմ դրանց շիրմաքարերի վիճակը կոտրատել են, ջարդել են կամ թե, եթե ջարդացել են նորը կտեղադրեմ, խնդիրն այդ չէ, բայց որ վերադառնալու ենք դա հաստատապես, թե ինչպես դա արդեն մտածելու խնդիր է եւ պայմանավորված է որոշակի նախապայմաններով եւ պայմաններով փաստորեն նախապայմաններից գլխավորը որպեսզի Հայաստանի գործող իշխանությունները այդ ուղղությամբ աշխատեն, բայց ոչինչ չի արվում փաստորեն եւ հաշտվել են այն գաղափարի հետ, որ Արցախը այլևս Հայաստան չէ, Արցախը Ադրբեջան է, ոչ, Արցախը Հայաստան եղել է, կա ու կմնա ապագայում մեզ համար ու մեր սերունդների, մեր ժառանգների համար եւ երկրորդը որպեսզի միաբանվի մեր ժողովուրդը լինի Հայաստանի բնակչությունը թե բռնատեղը հանված արցախցիները թե սփյուռքի հայությունը այն պարակտվածությունը որ առաջացել է մեր ժողովրդի մեջ վերջին մի քանի տարվա ընթացքում թե շնորհիվ կռահում եք ես գտնում եմ դա կորցանարար է մեր ժողովրդի համար մենք պետք է վերականգնենք մեր դիվանագիտությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ մեր անհատները երևելի անհատները դրսում թե ներսում պետք է անպայման այդ աշխատանքը կատարեն, բայց առաջին հերթին մեր միաբանությունը, մեր հավաքականությունը, մեր համերաշխությունը, մեր փոխադարձ հանդուրժողականությունը մենք պետք է ապահովենք, որպեսզի կարողանանք Արցախի վերադարձը ապահովել։ Եվ ի վերջո եկեք հասկանանք Ադրբեջանի նպատակը միայն Արցախի բռնազավթումը չէ։ Երեք Արցախն էր, վաղը Սյունիքն է, մյուս օրը Վարդենիսի տարածքներն են, հաջորդ օրը ամբողջ Հայաստանն է։ Վատիկանում վերջերս խորհրդաժողով են անցկացրել Արեմտյան Հայաստանի, Արեմտյան Ադրբեջանի մասին, որտեղ ամբողջ Հայաստանն է ընդգրկված։ Նույնը կրկնել են եւ Վարշավայում։ Ադրբեջանը երբեք խաղաղության չի ձգտելու Հայաստանի հետ։ Ադրբեջանը խաղաղվելու է, այսինքն ըստ իրեն, այսինքն խաղաղվի միայն այն ժամանակ, երբ զավթի ամբողջ Հայաստանը եւ փաստորեն սահմանով կմիանա Թուրքիայի հետ։ Մենք դա չպետք է թույլ տանք, որտեղ դա կլինի մեր ժողովրդի վերջին պահը։ Մենք չպետք է մեզ զգանք վերջին մոհիկանների դերում։ Մեր սերունդները դեռ պետք է լինեն, ծնվեն, մենք պետք է հարատևենք մեր բնաշխարհում։ Գոնե այս տարածքում այն 1/10 հատվածում, որը կազմում է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե մի 5, 10, 20, 25 տարի առաջ դուք ունենայիք վճռական խոսքի իրավունք, ինչ կանեիք եւ ինչ չէիք անի։ Ցավոք որպես լրագրող ես տարբեր առիթներով տարբեր երևույթների վերաբերյալ հանդես եմ եկել հրապարակավ, նաև մասնավոր զրույցների ընթացքում պետական ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ
մեր խոսքը չի անցում։ Օրինակ ասենք, թե սովորական մի երևույթ ասենք, Հայաստանում սեփականաշորման գործընթաց սկսվեց։ Ես այստեղ հանրային ռադիոյում էի, այն ժամանակ պետական ռադիոյում էի աշխատում լուրերի բաժնում եւ տեղեկատվություն, այսինքն ռեպորտաժ տվեցի առայն, որ փաստորեն մենք սեփականաշնորհումն իրականացնելով տնտեսությունը կործանման եզրին ենք հասցնելու։ Արցախում անմիջապես շտապեցին ընդօրինակել սեփականաշնորհման Հայաստանի օրինակը գործընթացը եւ կոլտնտեսությունները խորհրդային տնտեսությունները սկսեցին քանդել, կազմալուծել ու հողը, տեխնիկան եւ այլն սեփականաշնորհել, ընդ որում ոչ բոլորին էր հավասար բաժին հասնում, տրակտոր կամ կոմբայն էր բաժին հասում, ով ընդամենը մի եղանով էր մնում իր հողի վրա եւ փաստորեն տնտեսությունը քայքայվեց։ Ես վարշապետի հետ էի խոսում այդ թեմայի շուրջը Արցախի հանրապետության, ասացի պատերազմող երկրում չպետք է այդ գործընթացը։ Ժիրայր Պողոսյանի այն ժամանակ։ Ոչ, Լեոնարդ Պետրոսյանը, ասացի Արցախում չպետք է Պողոսյան այն ժամանակ տեղակալն էր։ Չպետք է այդ գործընթացը այդքան շուտ իրականացվի, պետք է մտածված իրականացնել, թեկուզ Հայաստանից բավական մի մեծ դեսանտ էր եկել տնտեսագետների, ֆինանսիստների, ովքեր մի ամբողջ շաբաթ աշխատել են Արցախում, որովհետև առաջին պատերազմի ընթացքում բանակի ամուր թիկունքը ապահովել է գյուղը։ Իր կազմակերպվածությամբ կոլտեսություն, թե խորհրդային տնտեսություն, որոնք սնդամթերքով ապահովել են բանակին եւ կարողացել են կազմակերպել այնպես այդ գործընթացը, որպեսզի բանակը ոչ մի բանի կարիք չզգա եւ իրոք չէր զգա։ Ես դա դահրավի օրինակով եմ տեսել։ Հա, եւ ինքը ասի, եթե հիմա դուք սեփականաշնորհում եք, դա ինչ որ մի գյուղացու հողատարած է, որտեղ ծորենը աճեցում, նա իր ծորենը չի ցանկանում պետությանը վաճառել ձեր նշանակած գնով։ Ինչ պիտի անեք։ Բա հերրանից կգնանք, Իրանից կգնանք։ Իրանից ինչով ես գնում, սիրելիս։ Իրանից պիտի փող ունենաս, որպեսզի կարողանաս ծորեն գնես, որպեսզի բանակին ապահովես։ Այդպիսի կարճ մտածողություն էր մարդկանց մեջ, դե բնականաբար նույնպես չի անցել, եւ չէր էլ ես լույս եք շնեի, որ իմ խոսքը կանցի, պարզապես ես չէի կարող լռել, ես պետք է ասեի եւ ասացի։ Նման խնդիրներ շատ են ցակել, չեմ ուզում լրիվ թվարկել, թեկուզ այդպիսի իրոք շատ կային։ Միշտ չէ, որ մեր ղեկավարները խելամիտ քաղաքականություն են վարել, մանավանդ ներքին քաղաքականության առումով։ Մենք հսկայական տարածքներ ենք ազատագրել, սկսած Աղդամից մինչև 7 շրջան փաստորեն, բավական մեծ հարստություն կար, ինչու այդ հարստությունը մի քանի զինվորականների եւ պետական քաղաքական գործիչների բաժին հասավ, ինչու Ինչով է պետք է լինի, եթե պետությունը պետք է համակարգեր այդ աշխատանքը, որպեսզի պետական գանձարանը լցվի։ Ես հիշում եմ Քարվաճար էին գնացել, ժամանակ դերևս քել բաժար էր, Քարվաճարը ազատագրելու հաջորդ օրերին պարզապես։ Մի ամբողջ պատվիրակություն Հայաստանից, այդ թվում նաև ես եմ գնացել, իմ խնդիրն այն է, որպեսզի այնտեղից ադրբեջաներեն գրքեր բերեմ, մենք պետք է թշնամուն լավ իմանանք, լավ ուսումնասիրենք, որպեսզի կարողանանք հետո խոսել կամ իր դեմ պայքարել։ Այսինքն դա կլներ մեր գործիքակազմը քարոշական աշխատանքում եւ այլն, բայց պատվիրակության մյուս անդամները կառավարության տարբեր վարչությունների ղեկավարներ էին, եկել էին, որպեսզի Քարվաճարի այդ ամբողջ հարստությունը հաշվարկեն, տեսնեն ինչ կարելի է Արցախ տանել, ինչ կարելի է Հայաստան տեղափոխել, գնացինք տեսանք, որ ոչինչ չկա արդեն։ Իսկ մեր պատվիրակության ղեկավարը մեկնեց
մի 20 կիլոմետր, 25 կիլոմետր հեռավորության մի նախկին ադրբեջանական գյուղ, որտեղ տեղակայված էր Պարետատունը եւ Պարետներ գտնում, որպեսզի այնտեղից մի քանի գոնե բեռնատար ավտոմեքենա վերցնի ու ինչ որ բան դերևս փրկել հնարավոր էր, դերևս այդ օրերին բոլոր բեռնատարներն էլ բեռնված էին գորգերով, հերոսացույցներով, կահույքներով եւ հազար ու մի բանով, որոնք առանձնացված էին ամեն մեկը մի ինչ որ պետական գործի համար, բնականաբար ոչ մի ավտոմեքենա էլ չտվեցին, մենք ձեռնունայն վերադարձանք։ Այս այդ քաղաքականությունը բաստողումներ մենք շատ ենք ունեցել եւ առաջին հերթին ոչ թե շարքային Արցախցու մեղքով, այլ հենց ղեկավարության մեղքով։ Ես այդպես եմ մտածում։ Ֆրոզիկ Մկրտչյանն ասում է ֆիլմում, я так думаю։ Երբ լսում եք Արցախ, ինչ եք մտաբերում։ Գիտեք, մարդկային հարաբերություններում ինձ համար ամենաբարձրագույն արժեքը բարևն է, անկեղծ սրտագին բարևը։ Ես երբեք ամբողջ կյանքում որտեղ էլ որ ապրելիս լինեմ հետագայում, բնականաբար Արցախում եմ ապրելու վերադառնալու եմ, բայց որտեղ էլ որ ապրելիս լինեմ, ես չեմ մոռանալու այդ բարևը։ Եվ ապա հողն ու ջուրը, մարդկային հարաբերությունները, իմ զավակների գերեզմանները եւ այն հուշահամալիրը, որ Ստեփանակերտի եզրին է գտնվում, չգիտեմ ինչ վիճակում մենք կգտնենք այն, բայց հնարավոր չէ մոռանալ։ Արցախն ինձ համար ամեն ինչ է։ Տեսեք, ես չեմ ծնվել Արցախում։ Ես ծնվել եմ, կրկնում եմ, Ադրբեջանի Աղսոյի շրջանի Գյուրջևան գյուղում, մի 400 կիլոմետր Արցախից հեռու գտնող մի տարածքում, բնակավայրում, բայց շուրջ 3 տասնամյակ, 95 թվականից մինչև 23 թվականը ապրելով Արցախում, ես ինձ մշտապես արցախցի եմ համարել, արցախցի եմ զգացել։ Մանավանդ որ իմ տեղեկություններով իմ նախապապերը դեռևս 18-րդ դարում Արցախից են տեղափոխվել դեպի Վրաստան, ապա Վրաստանից ներկայիս այս Աղսուի շրջան դա Շիրվանի խանության տարածքներ։ Ես գենետիկ կապը ինձ այնքան ամուր է կապել այդ հողին եւ այդ մարդկանց, որ ինձ այլ կերպ ես չեմ։ Ես օրինակ ներողություն սիրելով հարգելով վանաձորցիներին, ես ինձ վանաձորցի չեմ համարում։ Սիրելով հարգելով գյումրեցիներին, ես գյումրեցի ես ինձ համարում եմ արցախցի։ Ընդ շատ դեպքում ես եկան չեմ ասում ես շամախեցի եմ։ Ես ասում եմ արցախցի եմ։ Դա ինձ համար պատիվ է, ինձ համար հպարտություն է, իմ հպարտությունն է լինել արցախցի։ Մեր շատ հարգելի գործընկեր Վարդուհի Բաղդասարյանին մի անգամ հարցրի, Վարդուհի ջան, ասեցի, հարմարվել եք, ինչպես եք ձեզ զգում Հայաստանում, ասեց Կարեն ջան, ես դեռ այնտեղից չեմ եկել։ Հիմա ինչպես տեսնում եմ, պարոն Հաջյան, դուք դեռ չեք եկել, դուք Արցախում եք դեռևս։ Ես գիշեր սերեք քնած թե արթմնի ուշք ու միտքս այնտեղ է եւ դա է ինձ պահում։ Մանավանդ երբ ես հավատաց, ես այն լավատեսությամբ եմ ապրում, որ ես անձամբ վերադառնալու եմ Արցախ։ Բնականաբար ինձ հետ նաև իմ ժառանգները, որդիներս այնտեղ են, իմ թոռները, իմ հարսները ինձ հետ միասին։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Բարեկամներ, ես Կարեն Միրզոյանն եմ, կհանդիպենք։